Այժմ շատ ցուրտ է այստեղ, բայց արև է։ Գյուտ արեցիր։ Այս ճանապարհով մենք բացահայտել ենք մի քանի գյուղեր, այժմ գտնվում ենք որ գյուղում Գաբրիել։ Դեռ չենք գտնվում, գնում ենք բացահայտելու Աղվանի գյուղը։ Ահա հայկական բնաշխարհի հեքիաթային մի անկյուն, ուր քաշունի գետն է խշում, մեղմ հովի տակ պարեն բարդին ու սոսին, ու սա հայրենիք է, սա հող ու ջուր է, սա պատմություն է։ Խողվանի, մաղանջ, մաղանջու, այժմ Աղվանի, քայլում ես ու մտորում, որքան ճակատագրեր են ձուլվել ալպիական այս մարգագետնում, ծառերի ստվերում։ Մի պահ տեղափոխվենք գյուղի հիմնադրման տարիները։ Գնանք Կապան քաղաքից 39 կիլոմետր հյուսիս-արևմուտք, 1923 թվական։ Անխոս, կլսենք այգեգործների ձայները, դաշտից գոմ եկող նախրի բառաչը, մեղուների խաղը կտեսնենք ու պատշգամբում արտից տուն եկող հնձվորի կնոջը։ Անխոսուր մենակ երթասինչ ասե, ուր ես գնում դու իմ հոգյակն ասենաս, ես անհամբեր ճանապարհիդ կսպասեմ, դու անցնում ես հազար տեսակ նազենաս, նազենաս, ինձ տեսնելիս փախչում ես յար վազևազ, վազևազ, դու անցնում ես հազար տեսակ նազենաս, նազենաս, ինձ տեսնելիս փախչում ես յար վազևազ, վազևազ։ Ինչ հացնում, ծնացա, հորա ծնացա, հորա, վայ մամա ջան, վայ, ծնոյս կովը, բարև դեպի մեծ աշխարհ, ապրես, հրաշք, վայ մամա ջան, անունը պայն չկտինելու, Երեք դիրեք շեկո, սյո, քո անունը այսօրվանից շեկոյա, վայ աստվածին, դեր ակացա կանգնաս, դու երենք ենում կանգնում, Այդ ուժամը սետո կարամ իրամորում Այ քեզ բան, բնությունը ինչպեն է, Ո՞մ է մեկը իրա Ռեպոչունը Молодец, չտակ, ինչ կաչկա ոնց եք, բա ինդ է ինչա, խոզուկներ են, վայ, բարև ձեզ, ես ինձ նախսուտըք, խոզուկներ, ոնց եք, ինչ կաչկա, հրաշք է, բարև ձեզ, ոնց եք, ոնց հա ձեր գործերը, մի քիչ սիրեմ ձեզ, այ մի քիչ սիրեմ, չէ, Շատ ես սիրում, Ձեզ, ոնց եք, գալիս եմ ձեզ մոտ, կարելի է, եկա, արի սիրեմ, արի, սին է հետ հետը, Քոբինը փրդի Էս ինչ տեխնիկա է Ա բայց, մոքաչը գտա ինտերնետ ավը կտասած, Ակո եկա հզո գործա, Իրա մտա հավաչունի կարել չհեծեց, Ասացա հլը, արվեստ, արհեստ, սաղ մի ախարնված մի տեղում, Եկ գործը թենան դր, կեզ էքի գործը
ինձ ասում են նախշում բաջի, աղվանի նախշում բաջի, օй, ինձ ասում են եկած պարեք, բույթ մատաղ եկած պարեք, կապ շանակ եմ Ախր պարկելը գյուդումս, կարումս, օզումս Ախր պարկելը գյուդումս, կարումս, օզումս Վնաս պենչի կսվերիս, զուրնան պչե կսվերիս Տանգալը կսվերիս, տանգալը կսվերիս Tangala kasaveris, tangala kasaveris. Ավելի քրն է։ Դե պատին եմ սա առաջի հարկել եմ ոստը։ Հետո եւ որ հարկել սա։ Բայց մեկ Բա քանի երեխա եք? Երկու աղջիկ։ Ու օշի 8 երեխա է։ Ու Քանի դրա քանի աղջիկ։ Իրեք աչքը Որտի բգլաց։ Էփ շեմի զոր տարուսմի տարեք է։ մանկական հիշողություններ։ Մքսավեր ասա պրոցպել։ Ամիչու։ Բա ու հետո Որտի 17-րդ դարի կիսավեր վանքի մոտ հանկարծ կտեսնես Խաչատրյանների գերդաստանից ինչ-որ մեկին, որ հուշարձաները մաքրում է մամուռներից։ Քիչ այն կողմ կհանդիպենք դպրոցի ուսուցչին, ով գյուղի միակ աշակերտին պատմում է 19-ից 20-րդ դարի իրողությունները, թե ինչպես էր գյուղը թուրքաբնակեցված, իսկ հայկական հուշարձանները ամբողջությամբ ավերված։ Հովին մերնեմ, իմ յարի բոյին մերնեմ, բոյին մերնեմ, Yar çem tesnogi yar açkin merne Bidari yar çem tesnogi yar açkin Lütferem lalçem karo Hoknerem galçem karo Երբ որ աղջկա համար մատանի էին ուսմարդին, սենց դնում էին թագում, որը որ ստացվի գնում էր այդ տասը մատանի Հարսի նման ջերմակակա ծաղկած բալենի կարծես լույսի ճամփով եկար իմ հույս բալենի ինձ ջերմակ թևերիդ մեջ իմ քուր բալենի Ախ ուզում եմ
այսպես հարսնակողի տակ ինձ արջերմակ թևերիդ մեջ իմ քույր բալենի Գյուղում քանի որ վարդուշիկներ չկան Մամա, ես դժվար պատառներ չեն։ Շարդակվեց Հետ շտոտ հանած Քնիստա Անկան Աղվանի գյուղի տեսարժան վայրերից է Հարսնաձորը։ Ըստ ավանդության հայկական հարսանիք է լինում։ Հարձակվող թուրքերը ուզում են գերեվարել հարսին, բայց հարսը նախընտրելով մահը ցատկում է ժայռից, սակայն հրաշք է տեղի ունենում։ Օդը լցվելով հարսանեկան զգեստի մեջ, հարսին փափուկ ու անվնաս հասնում է գետնին։ Այդ դեպքից հետո տեղանքը կոչվում է Հարսնաձոր։ Մեկ էլ աչքդ կհառնես դեպի վեր, գյուղի դիմացի բլրի գագաթին, ուր 17-րդ դարի մի անարվեստ խաչքար կա։ Ըստ ավանդույթի այդ խաչքարը հրաշագործ է ու չբեր անզավակ մարդկանց երեխա է պարգևում։ Գեղեցիկ ու յուրօրինակ է Աղվանին։ Սուրեն Վարդանյանը, ով ծագումով Տանձատապ գյուղից է, տեղեկացնում է, որ գյուղի բնակիչները տանձատապցիներ են եղել։ Մենք էլ գյուղացիների հետ շփման ընթացքում լսում էինք գորիսյան ելևէջներով քաղցր բարբառը։ Ֆուտբոլը կլախաղանում պեմին ես վերջումը գյուղը հովա մահացավ մեր գյուղը սոսիկի եկածալ աստեղ վերջը եկալ եք մարտանոստանը կեսնա սոսիկը նորից սեղանից հետո կերալ եք խմա պեմին բայց ամենայն ազնվությանը մասում ինձ ոչ մինացան չվա սոսիկը Ինձ հիշում է այն հին գյուղից, գյուղի այն հին կյանքից մինչև մեր օրերը ինչա փոխված, ինչ բաներ ակում որ տպավորված հիշողություններ Այսօր այս ժամանակ ժողովուրդը շատ շատաստ ջիգեր իմ պապաս Հիսունիրեք թվականին իմ պապաս որ կոմբայնը բերալն ես գյուղը իմ պապաս ասալ այս կոմբայնը խեն բերա պամուկիչալ զբաղվելու այդ մարդը գդացալ աթա գործ չլինու իրան անելի մեկ սաղ ջիգեր հենը ստի պատրաստ կաղնած վեր ինչ-որ մին աշխատի տա իրանց ասի եկալ եք կերեք Դա այդ ձևի չի ջիգեր սաղ պիտի աշխատեն Չէ ժամանակ սիրում Մարդիկ քնվել է, աշխատում են, ստեղծում են, արարում են Ժողովրդի կանչում են, ասում են եկեք ժողովուրդ Եկեք դուս եկեք գործի Փորձի մի հոգի չկար Չկար էլի աշխատանքի Դրան բան էին անում, ոնց ասում է Աշխորից կտրում են այս մեկ ժամանակ թնցալ է Մարդիկ աշխատում են, ստեղծում են, արարում են Մենք ինչ Օրինակ ասենք ընտանիք այդ տվյալ ընտանիքը քանի անասուն էր պահում մոտավոր Ժամանակ սոցիալիա կողոզի անասուններն էլ քյուբան բենի ամեկին ամենիշատ էր գյուղում կարող ասի սեփական մի երկու կովալ այդ ձևի Բայց դեպի քաղաք կապը կար, ասենք վաճառեին ինչ-որ բան Ահա, չի կարող ժամանակ միաս կոմբինատալ աշխատում մարդիկ տանում են իրաց անասուն հազվում են իրաց փողոքին բանկից ստանում են ու գտնում են լավ այդ մսի կիլո 2 ռուբլի 40 կոպեկ արժեր ու այդ ձևի հիմա մարդիկ որ տանում են իրաց անասունը ինչ-որ միտեղ ծախում կան կյամն իրաց անասունը իրաց միշտ խփած են զգում օրինակ եսի ձերա լավ ծախի ես միշտ խփած եմ զգում Հողը ինչպիսին է այստեղ Հողը, սևահողը, ապարը Սևահողը, ինքն է շատ լավ հողը, մեր հողերը շատ բերի հողեր է, եթե իհարկե մշակ են Օրինակ որ բերքն է այստեղ որ լավ աճում, անտառները ինչով է հարում Շատ լավ աճում է կարտոշկան, մեր գյուղում վարշի, սեզ զորերը կա լրիվ, այս զորերը լրիվ կարտոշկան
Դրի։ Կարտոփի, Կարտոֆիլ։ կարտոփի։ Իսկ այդ կարտոփիլից բացի բանը վայրի ինչ է աճում, որ մարդիկ անտառի բարիքներից օգտվում են։ Ստեղ վայրի խնձորը, կաղինը, որ հովակում են այս ժամանակ, խաղարջը, Լսել եմ, որ այս գյուղը հաղարջով այդտեղ հարուստ գյուղ է։ խմիչք էր։ Հա, հաղարջով հարուստ գյուղ է էսա։ հա։ Հաղարջի կոմպոտ։ Ստեղ մարդիկ որ ուզում հանգիստ լավ կապրի, շատ լավ կապրի։ Բաղկացած է բնակչությունը ասել։ պատճառը։ Գյուղատնտեսական ամեն ինչի արժեք չունի։ Լեսը չունի արժեք։ Եթե ասեք որ գյուղատնտեսական մթերքը մի քիչ տակնում է, չէ, թանգարում է, չէ, իսկ քաղաքացու վրա իրեում է, դրա համար միշտ այս ժամանակներում կոմունիստների օրոք միշտ գյուղացուն պետք է դառնում։ Ուզելի ասում է։ Поддержка։ Поддержка είναι, με ձևի, հա, поддержка είναι։ Որպեսզի գյուղացին կարա իրան գոյատևի։ Հետո արտնաբերությունը ստեղ գյուղատնտեսությունը դժվար բենալի լար, ջիգեր։ Ուզելի ասում, շատ դժվար է գյուղատնտեսությունը։ Այսօր մարդիկ պիտի ինքը ժամը ես 4:30-ից արտանում որ դրա մետանացուները հանեն, տականավեճ, եղանականացուները կինանարած են։ Գյուղատնտեսությունը ծանր բնակավար է, դրա համար ժողովուրդը նորակեցա։ Հետո մի քիչ գյուղատնտեսության նկատմամբ շատ չի։ Էթալա մանկաբարձ 70-ական թվականներից հետո ես եմ մնացա մի հատ վալի տղան արայիկ, մի հատ էլ առաջիկի տղան հակոն, այդ ծերունդից 3 հոգի եմ մնացա։ Դպրոցները, ստեյ դպրոցները սոտը ասում մեկ ապրատվան։ Չէ, 70-ական թվականների դպրոցները փակվում են։ Ջիգեր, 87 թվականին մեր գյուղի դպրոցը փակվում է։ 91 թվականին Անժելան ես հարապետյան Սլավիկը սովետը կվրտեցի, հա, հարապետյան Սլավիկը Գոսկոմի նախագահանալ է, ես եկալ եմ մեր գյուղացի հետիքը Սամսոնիչի հետ Բարսեղան մոտիկի հետ։ Եկալ աստեղ իրան խնդրանում ասեմ, երեխան մենակ քնա Պանզամերիկյանների իսկ դպրոցից։ Գոնե դպրոցը միջև 4-րդ դասարանների տարրական դասարանը բերեք այդ մարդը վերջ բաժեր կարել դուրս դպրոց ստացան նորից։ Թենց էլի մի 4 աշակերտ, 5 աշակերտ, ճիշտ է 90-ական թվականների մի քանի հոգի եկալ են ավելացան պերմենտի։ Մեկ մի հատ խոխ է դպրոց։ Անախոսում չի։ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Ես գտնում եմ Աղվանի հայրենական մեծ պատերազմի հուշակոթողում։ Այստեղ դրված են մեր զոհվածների անունները։ Քանի տարի է ստացա։ Ստե հանգիստ։ Ես 50 տարի է։ 50 տարի։ Ստը ծնված, ստը ամուսնացա։ Ես ծնվել եմ ստե ներկուն ընդրա, Հա։ ստե ամուսնացա։ Ստը դպրոցից։ Ստե դպրոց։ Ութամյա։ Հետո 10-ամյա ծափանացի։ Ղափանի որ դպրոց։ Շնայնը, չի Գիշերոտիկը։ Շոտկա, Հա։ 10-9 Բա դպրոցը պրծայք հետո շտեք սվերա։ Սակ բարիք եկաստը։ Հետո գրադանում աշխատալ, հետո դպրոցում աշխատալ։ Դպրոցը որպես ինչ, դասատու։ Ամքիում լերած աշխատավարձին տիրում ամքիմ չինի, ամնեց, ամցի, արդյունք տենետը։ Վրա իլան։ Էմոլա պնիցնում մլա, էլի։
Ման արամ ջուղաց։ Աշ բանին իշում քնարեք տատիկ են Սիմոն։ Այն թուրիկ սաշ։ Ոնց է։ Նման արել։ Քնար տատիկի թորնա։ Զիմինյանը ժողովուրդ։ Զիմինյա, իագը։ Աշոտ են թորնում, չլավիկ։ Գելավի։ Անդոն տղա։ Դե կարծի ես Ասում ասում պենի նման է։ նայ։ Դիվերի կանչի շպունչկա, պենչկա, ալգրանմս, մորանմս սա։ Առաջ լեվել կապլա։ Սուրեն ամի որ սաղլա շատ են լեկալիս։ Հիմա կապը կավես, բրծածա։ Ադե սխալա։ Հիմա ես են ջայներս կապ չկա։ Չէ, ցեզ նման չէ, բայց ոչինչ, ալա կա։ Չէ, կավես, պաշոլ քաշ։ Բա ընկերուներիցդ մարդ է մնացած թե մանկության տարիների։ Ջի գերոնը ես եմ մնացա։ Գերոներս լերի մռալ։ Լերի քեցան։ Որ նստում ես հիշում ես ծրեն ջահել օրերը, ինչ խենթությունները քրած։ Աման ինչ։ Օրինակ։ Լագերեք լեշինն է, Գունավոր տերա։ Շախշի բախշի դամ։ Բացր սիրահարվածությունը ոնց է սկսած։ Պաշոլ քաշ ետի։ Այժմ ես գտնվում եմ Աղվանի գյուղի ակումբի բակում, մշակութական բակում, որտեղ ժամանակի մեծերը նստում են այստեղ, իրենց լավ օրերն են հիշում, խոսում ու միած հենց պատմություններ կա։ Ուրեմն ժողովուրդ, աղվանցիք քեֆչի մարդիկ են, հենց խմելու այդ սերն է իրաց ու մի անգամ քյունում են խանութ, մագի կասետի բանի խանութ, հա, ու այդ վաճառողին անահարցնում ասում է Բայևի կինոյի վիդեո կասետոնի սկիդի եշիմ այդ վաճառողը ստի եշում ասում է Բայևի կինոյի կասետոնի մեջ, բայց աղվան զբանակի քեֆի կասետոնի Գտնվում ենք կամուրջի վրա, որը երկու թաղամաս միավորում է իրար, եւ ներքևով հոսում է Քաշունի գետը, որը սկիզբ է առնում թափասար լեռան ակունքներից։ Տափասար, Աղվանի գյուղի զարդը։ Հենց այստեղ ըստ ավանդության կա մի վայր, որը կոչվում է Ինջաբել։ Այստեղ Հայկն ու Բելը բախվում են միմյանց, իսկ Հայկը նախատիկ տալով Բելին ասում է. «Ինչ է Բել, դե հիմա խոսիր, ինչ ես ուզում, ինչ ես մոռացել այստեղ Բել»։ Տեղանունը կոչվեց Ինչեբել կամ Ինջաբել։ Սեբաստացի Մուրադ մարդով պատմական Սյունիքում ակտիվ մասնակցություն ունեցավ հայ-թաթարական բախումների ժամանակ։ Թալան, ավերածություններ, մղձավանջային օրեր, Սյունիք էին շտապում սպառազեն մեր հայդուկները, Քերին, Կայծակ Առաքելը, Ստեփան Ստեփանյանը, Մխիթարը, Կորյունը, Ռաշիդը եւ ուրիշները։ Նրանց շնորհիվ Զանգեզուրում հաստատվեց խաղաղություն։ Գիտեք, ամեն շաբաթօր, երբ մի գյուղ ենք բացահայտում, մեզ պատում է անասելի մի զգացողություն։ Երբեմն դա լինում է շատ երջանկացնող, բայց երբեմն բավականին տխրեցնող։ Գիտակցում ենք, որ գյուղերը դատարկվում են։ Հողը նույնն է, ջուրը կա, նույն սյունեցու ոգով ծնվող սերունդը կա, բայց չկա առաջվա գյուղը։ Կարծես այստեղ ժամանակը կանգ է առել։ Ու չգիտես, թե ծաղկած բալենին ում համար է սպիտակ շղար շաքել։ Չգիտես արևն ինչու է այդքան ջերմ, գուցե բնության սիրո դրսևորումն է, գուցե կանչն է դեպի իր գիրկը։ Ձայներ շատ կան, բայց դրանք միայն քարերի մեջ են ամփոփված, հիշողության ճիչերն են։ Այս գյուղը բացահայտեցինք Արտուրի հետ, ով անգիր գիտի իր գյուղի պատմության դրվագները։ Մեծ Գերդաստանի արժանի զավակն է, գիտությունների դոկտոր, ում մասին մենք դեռ կխոսենք։
Վերադարձեք ձեր պապական տները։ Կենթանացրեք, կառուցեք, հողի հետ զրույցի բռնվեք, ձայն տվեք հարևաներին, շնչեք, ապրեցրեք։ Մի վտանգեք նախնյաց հողը։ Դա միակ մեր անձնագիրն է, որտեղ թվերը վանքերի, քարերի, տների ու ձայների տեսքով են։ Ցարայեմ ձայնի կրում մեր աշխարհը աբրիկ մաչունի կրում մեր աշխարհը աբրիկ մաչունի ինձ պատասխան չտվի ելար գնացիր կրու